Ժողովուրդ ջան, բարի լույս։ Հուսով եմ, որ լավ եք։ Առավոտյան շուտ վեր եմ կացել, տեսեք, թե ինչ տեսարան ունեմ ստե իմ խոհանոցում։ Մեր մոտ առավոտյան ժամը 10-ն է ու ես անցել եմ գործի։ Տեսեք, թթու եմ պատրաստում, հեսա մի քիչ թթու դնեմ, ամեն ինչը լվացել եմ, պատրաստել եմ, քիչ քանակով եմ անում ու այս անգամ, այսի պահել եմ, որ ուտեմ, իմ ամենասիրած մասն է։ Այս փոքր վարունգներից եմ լցնելու թթվի մեջ, լվացել եմ, պատրաստել եմ, պամիդոր, լոլիկ, կանանչ չգտա, ճիշտն ասած, մեր մոտ տենց բաները մի քիչ դժվար է ճարվում, մի խոսքով, հիմա թթվի գործով եմ, առավոտյան ժամը 10-ն վեր եմ կացել ու ասեցի շուշուտ, այս ամեն ինչը պատրաստեմ ու կանցնեմ իմ մյուս գործերով, անգամ դեռ խալաթով եմ, ատեն ժողովուրդ ջան, իմ կարծիքով բոլորդ էլ արդեն թթուն դրել եք, ես անգամ ուշացել եմ երևի, որովհետև մեր մոտ եղանակները այնքան տաք է, այս թթուն հիմա ես որ դնեմ, ինչ ասեմ, մի քանի օրում, հաշված օրերում վրաս կթթվի, մեր մոտ 18 աստիճան, 20 աստիճան, այս քանի օրը անգամ 22 աստիճան է ցույց տվել, ու տենց բաներ, որ տաք է մեր մոտ եղանակը, դրա համար այսքան ուշացրեցի թթու դնելը, թե չէ այդքան շուտ կթթվի, հետո եղանակը տաք, տեղ չունեմ էլ ուրիշ տեղ դնելու սառը, սառնարանում չի տեղավորվի, ճիշտ է, տարաները շատ մեծ տենց տարաներով չեմ դնելու, երկու հատ փոքր, բայց այդքան է փոքր չի, որ կարանամ տեղավորեմ սառնարանում։ Ու տենց ժողովուրդ ջան, դե ինչ, հիմա այսրանք սաղ ես կտրտեմ, տեղավորեմ ու անցնեմ մեր մյուս գործերին։ Թթու շատ եմ սիրում, ես շատ եմ սիրում նեխուրը, լվացել այստեղ պատրաստել եմ, նեխուրն եմ թթվի մեջ ես շատ սիրում, ծաղկակաղամն եմ շատ սիրում, լոլիկն եմ շատ սիրում, բայց չճարեցի լոլիկ, Կարեֆուր, բոլոր բանջարեղենի խանութները ֆռացել եմ, ամբողջ մեր քաղաքում ինչքան բանջարեղենի խանութ կա, մանեկա, կանանչ, լոլիկ չճարեցի։ Մի խոսքով տենց բաներ ժողովուրդ ջան, ես իմ գործը անեմ, վերջացնեմ ու անցնենք մյուս գործողություններին։ Դե ինչ, առայժմ կհանդիպենք։ Սենց քիչ-քիչ հեսա տեղավորեմ, մի քանի հատ, սենց կցենք վարունգ, այս վարունգները ասեցի արդեն երևի, երեխեք ջան, առաջին անգամ եմ անելու վարունգ, սենց, այստեղ, քիչ էլ անենք, սենց, ահան, այս մեկը արդեն եղավ, մի հատ էլ այս սենց փոքրիկ դույլով եմ դնելու, ու վերջ ինձ թվում է, այսքանն էլ տեղ կտեղավորվի, այս չափերի եմ կտրել, ինձ թվում է լավ չափեր են, հարմար չափ հա, ծաղկակաղամն էլ, մտածում էի կգնամ նորից ծաղկակաղամ կգնեմ, բայց երևի չէ, հերիք է, լրիվ հերիք է, իմիջայլոց աղի չափը չգիտեմ ոնց
ասեմ, որովհետև ես համտեսելով եմ աղը բռնում, դրա համար հատուկ չափաբաժիներ լիտրով, կիլոգրամով, չգիտեմ ոնց պետք է բացատրեմ, դրա համար չեմ բացատրի։ Ահա վարունգները։ Այս վարունգները մեր Lidl-ից, գերմանական խանութ կա, Lidl-ից գնեցի, լավ էր գոնե սա ճարեցի։ Քանի որ կանանչ լոլիկ չկար, գոնե վարունգ լիներ։ Նեխուր շատ եմ գնել, որտև իմ ամենասիրած բանն է նեխուրը։ Էլի դնում սա։ Եթե մեր համար շատ եղավ թթուն կբաժանեմ մեր ծանոթ բարեկամներին եւ ընկերներին։ Վայ, ես ինչ լրիվ կոկրոս։ Ոչ մի բան ոչ ավելացավ։ Բայց հələ դուք մենակ տենակ ոչ մի բան համարյա չավելացավ, նայեք ցույց տամ։ Հələ ստեղ ամբողջությամբ ամեն ինչը վերջացավ, մնաց այսքան նեխուրերն լցնեմ, հիմա կբաժանեմ մի քիչը այստեղ, մի քիչը այնտեղ ու վերջ։ Այսինչ աչկա չափ եմ ունեցել ես, ժողովուրդ ջան։ Հեսա որ ջուրը լցնեմ կնստի։ Այս էլ կնստի, այսքան էլ հեսա կավելացնեմ ու վերջ։ Վերջ, այս ինչ լավ էր այս վերջի վարունգն է, ես կխրթխրթացնեմ։ Շատ համու վարունգ է։ Մեր Հայաստանի համն ու հոտը զգացի, ճիշտն ասած։ Ահան, վերջ։ Ջուրն էլ այս կողմի վրա դրել եմ, հեսա կեռա, աղը համտեսելով կզգամ ու կլցնեմ ու վերջ ու կփակեմ։ Ահա ժողովուրդ ջան, երկու սենց լավ դույլով թթու եղավ։ Բարի լույս, բարի օր, բարի երեկո, ողջույն բոլորին, սիրելիներս, հուսով եմ, որ լավ եք, ամեն ինչ լավ է։ Դե ինչ, ես եկել եմ, բերել եմ ձեզ համեղություններ շատ վաղուց, այսպես չէի երևացել էկրանին, գիտեմ, որ կարոտել եք, ինձ գրում եք, շատ ուրախ եմ ձեր այդ գեղեցիկ մեկնաբանությունների համար, որ ինձ գրում եք, որ սպասում եք։ Դե ինչ, այսօր սենց շատ համպատրաստի որոշեցի միանալ և հաց եմ պատրաստում, գործից նոր եմ, աշխատանքից նոր տուն եմ մտել, սոված ենք, հիմա շատ արագի մեջ, վրազի մեջ պետքա մի բան պատրաստեմ, որ արդեն ընթացքի մեջ է, ժողովուրդ ջան, մի կողմից էլ ասեմ, արդեն որ թթուն դրել եմ, նկարել եմ դա, ու սենց էլ ամանով դրել եմ կողքս, համ խրթխրթացնում եմ, թթուն ու համե գործ եմ անում, ենքան համով թթու եղել, ընտիրություն, համ գործ եմ անում, համ էտես թթուն գնում գալիս եմ, արևած աղիքի նման, ոբշեմ վերջանում է, քիչ ամնում, արդեն սուրճս էլ թթույով վայել եմ, մի խոսքով, ինչ եմ պատրաստում, ժողովուրդ ջան, փլավ եմ պատրաստում, ընթացքը ցույց չեմ տալիս ձեզ, որտեղ փլավ պատրաստել բոլորս էլ գիտենք ու հավի կրծքամիս եմ դրել կողքից, մի քիչ սառնա, քիչ-քիչ դնում եմ միկրոալիքային վառարանի մեջ, հետա գալիս ու սենց շերտերի եմ բաժանում, պետքա փլավի հետ հավի կրծքամիս տապակեմ, հեսա, այսպիսի բարակ շերտերի եմ բաժանում, ես հիմա երևում է ճիշտ է հեռվից եմ քիչ էկրանը, առանձնապես ոչ մի կարևոր բան չեմ անում, որպեսզի մոտիկից ձեզ ցույց տամ, հիմա հավի կրծքամիսն էլ կտապակեմ երկու կողմով, միակ ձեռքերը սրբեմ ու ինչ էի ասելու, ժողովուրդ ջան, թթուս հոյակապ թթու է ստացվել, անցյալ տարի չէի պատրաստել, չէի դրել թթու, այսինքն դրել չէ, թթուն դնում են,
չէի դրել թթու, որովհետև ընկերուհիս դրել էր, ինձ ասեց չանես, ես քեզ կտամ։ Դրա այս տարի որոշեցի ես անեմ, շատ լավ աստացվեց, շոտ համով, խրտ-խրտան, ասում եմ քիչ ամնում սուրճս թթույով վայելեմ, այդքան լավն ա եղել։ Դե ինչ, շրջեմ էկրանը, ձեզ ցույց տամ իմ փլավը ու կտապակենք հավի կրծքամիսը։ Ինչ թթուն ունեմ, բոլոր ուտելիքը գնում են դեպի թթուի կողմ, այն ինչը որ թթույով համով ա լինելու, այդ եմ պատրաստում։ Կվերջանա, շատ քիչ եմ արել, դուք տեսաք, սենց փոքրիկ դույլերով էի արել, տարաներով, արդեն այդ 2 տարայից 1 եմ արել, նենց որ կվերջանա, մի հատ էլի մի քիչ էլի կդնեմ թթու, եթե պետք եղավ։ Չնայած ասեմ, փոշմանել եմ, որ կաղամբը շատ չեմ արել, քիչ աղ է կաղամբը, բայց առանձին կանեմ, որպեսզի քրչիկ պատրաստեմ, շատ եմ սիրում քրչիկ։ Իհարկե մենակ ես չեմ, տան անդամներն է քրչիկ որպեսզի պատրաստեմ, միգուցե հետո մի հատ առանձին կաղամբ քրչիկի համար կանեմ։ Մեր մոտ եղանակները շատ տաք են, 3 օրում թթուն արդեն լինում է այն լավ, որ արդեն հասնում է քիչ-քիչ են թթվելու պահն ա գալի, իմ ամենասիրած պահն է այդ թթվելու են, որ արդեն սկսում է համեղա շատ։ Մի խոսքով, սիրելիներս, ես էլ եմ ձեզ կարոտում, ճիշտ է, գիտեմ շատ ուշ եմ վիդեոներ տեղադրում, գիտեմ, ինձ գրում եք, որ ես շատ ուշ եմ տեղադրում վիդեոներ, բայց աշխատանքի բերումով, ժամային բերումով ժամանակս չի հերիքում։ Դե ինչ, հիմա ինձ կասեք սենց հաստ հագել ես, մեր մոտ տակա ժողովուրդ ջան, դրսում ավելի տակա քան տունը։ Ատենց, հիմա անցնեմ իմ խոհանոցային գործերին, որովհետև այնտեղ ափսեներ ունեմ, գիշերն եմ լվացել, թողել եմ մաքուր խոհանոցը, նոր գնացել եմ առավոտյան գործի, որ գայտուն խոհանոցս մաքուր լիներ, ու հիմա էտա, հիմա շրջեմ սենց տեսեք, իմ փլավը պատրաստվում է, այս կողմի վրա, հեսա, սենց շատ համեղ, լավ, փլավ ենք ուտելու, իհարկե թթվով, ամեն ինչը թթվով, հիմա այստեղ էլ դրել եմ թավան, որպեսզի արդեն վառվում այն թավան, հիմա ձետ կլցնեմ մի քիչ ու կտապակեմ հավի կրծքամիսը։ Դե ինչ սիրելիներս, մեր այսօրվա մենյուի մի մասը սա է։ Անցնեմ գործի, նորից կհանդիպենք, դուք գիտեք, մեր հանդիպման վայրը չի փոխվում, մենք միշտ հանդիպում ենք նույն տեղում։ Առայժմ սիրելիներս, ժողովուրդ ջան, էս իմ փլավը, հեսա տեսնեք, եթե ջուրը արդեն գոլորշիացել է, չէ, մի քիչ դեռ պետք է, թող փլավը էփվի, այս կողմի վրայում հավի կրծքամիսն եմ տապակում, ժողովուրդ ջան, սա էլ էսպես։
Ժողովուրդ ջան, ողջույն, բարի օր բոլորին։ Հուսով եմ, որ լավ եք, ամեն ինչ լավ է։ Դե ինչ, աշխատանքից եկել եմ ու այսօր ոչ թե դատարկ ձեռ եմ եկել, այլ նույնիսկ շատ ծանր։ Մեզ այսօր աշխատանքի տեղը այսպիսի արկղեր են տվել, նոր տարվա արկղեր, ու որոշեցի, որ բացեմ ձեզ հետ միասին։ Տեսեք, դեռ փական, լավ փական։ Հիմա միասին կբացենք, ինձ էլա հետաքրքիր, թե մեջը ինչ կա։ Ամեն տարի արկղը ավելի փոքրացնում են, ավելի մեծ ու հիմա շատ փոքր արկղ են տվել։ Դե լավ, ինչևից է։ Բացենք, տեսնենք, թե մեջը ինչ կա, ինձ էլա շատ հետաքրքիր։ Դե ինչ, էկրանը թերքեմ, շրջեմ էկրանը ու բացենք տուփը։ Ահա, ժողովուրդ ջան, մկրատով եկա։ Տեսնենք, թե հիմա ոնց ենք բացում, այսպես երևի։ Ես թվում է լավ այրևում, մի հատ ստուգ եմ։ Ինչ։ Անցյալ տարվա արկղը այնքան մեծ էր, անգամ այս կողմերը բանի ճամպրուկի նման ակեր ունեին, սենց գլգլ տանում բերում էինք, այդքան մեծ արկղ էր։ Այս տարի չէ, այս տարի փոքր է։ Օ, ինչքան բաներ կա մեջը։ Ասա, այն ինչ որ արտադրվում է։ Սա ֆաբրիկան է, այսպես փոքրիկ բրոշուր են դրել։ Սա այն ֆաբրիկան է, որտեղ որ աշխատում եմ։ Սա հիմնադիրն է ֆաբրիկայի, դա իր տնօրենը։ Իր մայրիկից է սկսվել ֆաբրիկան։ Ու հիմա իր երեխեքը, ինքը, իր երեխեքը, թոռնիկները բոլորը շարունակում են ֆաբրիկան, մեծացնում են ու զարգացնում են։ Այս է ֆաբրիկան, ժողովուրդ ջան, շատ մեծ, հսկայական, հազարավոր աշխատողներ կան։ Այս հացիկներն են բանանում, արտադրում, չոր հացիկներ են։ Մի խոսքով, սենց փոքրիկ բրոշուր են դրել, սա աշխատողներն են։ Հետաքրքիր է։ Սա հենց որ ցեխը, որ ես աշխատում, իմ անմիջապես կողքն է։ Այսպես ենք մտնում ֆաբրիկա, հագնված սպիտակ համազգեստով։ Գնում ենք, փոխվում ենք, համազգեստ ենք հագնում ու մտնում ենք ֆաբրիկա, ժողովուրդ ջան։ Անգամ կոշիկներ, ամեն ինչը ֆաբրիկան տալիս է։ Ու մեր հագի այս շորերը իրանք է լվանում են։ Լվացկատուն ունեն, ներս մտնելուց վերցնում ենք նոր մաքուր հարթուքած շորեր, դուրս գալուց է թողնում ենք այդ արկղերի մեջ, հատուկ տեղեր կան ու դուրս ենք գալիս։ Սա էլ մի փոքր։ Նայեք երեխեք ջան, հացերը, հենց իմ ցեխը, որը որ արտադրում է, նայեք։ Այսենց բուլկիներ, հատիկ, բան, ինդիվիդուալ փոքրիկ տոպրակներով արտադրվում է ամբողջ աշխարհով մեկ։ Սա էլ վերևից են նկարել, այսպես մոտիկացնեմ, տեսեք։ Ամեն ինչ։ Ով էր սա, այսպիսի փոքրիկ բրոշուր, այն ինչով որ զբաղվում են իրանք։ Սա այսպես։ Հիմա տեսնենք, թե ինչ կա ավելի մոտիկից։ Ուրեմն դրել են այսպիսի երշիկներ, երկու անցյալ տարել էին սա դրել։ Դրել են այսպիսի պանի, լավ, խմիչքները, նախև առաջ, սպիտակ գինի, այսա նոր տարուն է միշտ լինում, լավ տեսնենք հլը, սպիտակ գինի, կարմիր գինի, սա զեյթունի ձեթ, շատ որակով է թանկանոց, դեպ ասեմ, դա հլը սա այս կոմի վրա դնենք, խմիչքներից, սա ջին, սա լիքյոր,
կրեմային համով, այսպես անում, որ լավ երևա, սա էլ շամպայն, սա էլ տուրոնա կոչվում, ստեղի բաները, շոկոլադները, նոր տարվա այս նախատոնական օրերին արդեն բերում են, այսպիսի, սա նոր տարվա օրերին է միշտ լինում, ուրիշ տարվա մյուս ամիսներին չի լինում խանութում դրանից, այս սրանից կա, սա այդքան չեմ սիրում, նուշով է պատրաստվում, այդքան շատ չեմ սիրում, ճիշտ ասած, նուշ շատ եմ սիրում, բայց կոնկրետ սա այդքան չեմ հավանում, սա այսպիսի, չէ, ֆոեյա, բանա, ֆոե բանի, խոզի թոք, խոզի թոքով պաշտետ կարելի ասել ֆոե, էլ ինչ կար այստեղ, հա, այստեղ գրել են սրանից խամոն, խամոն են մյուս տարիներին հենց բուդը, հենց իրա սա պատրաստած, իրանց իսպանական բուդը մեծ, հսկայական, դու երևի այս սեղանի վրա չէր տեղավորում, այնքան մեծ բուդ էին նվեր տալ, այս տարի չեն տվել, այս տարի այսպես կտրտած մի հատիկ դրել են, անցյալ տարի էին այսպես դրել, ճիշտ ասած, Նեսի սենց, տենանք ստեղ ինչ կար, ինչ չտեսանք, սա էլ է, շատ համով է, նուշով այլի պատրաստած, շատ համով է, ու այսպիսի պոլվորոններ են, սա էլ է, նոր տարվա այս նախորերին, տոնական օրերին է մենակ լինում, ու այդպես, սա էլ է սենց, հեսքան բան ժողովուրդ ջան, հա, մեկ էլ էսի չէի ցուցվել ճիշտ է, ես էլ բանա, շոկոլադե տուփ, այսպեսի բոմբոնյեր կա, այսպիսի նոր տարվա տոնական մեզ բոլոր աշխատողներին, ես արդեն ասեցի հազարավոր աշխատողներ են, չէ, մի վարկյան, սա էլ մնաց, այսի շատ համով է, այս էլ է շատ համով է, խրտխրտան, կրտկրտան, էլի տուրոնա կոչվում ինքը, սա էլ է խոզի ապխտած մսի նման ինչ-որ բան է, այդքան է չեմ սիրում ես, հա, սա էլ է պաշտետատիպ բան է էլի, սիրում եմ սա, բայց ժոկ եմ անգնում, ու պանիրը, պանիրներ, կեսո, լևրոդա, բասե դե լեչե կրուդա, ես ինչի է տեսնես, ինձ թվում է սա բան է, համ խոզ, կով, մեսկլա կուրադո, չգիտեմ, ես ինչ է, բակա, կովի կատ, ոչխարի, կով ու ոչխար, սա էլ է համով պանիրա, լավ պանիրա, ու սա, սրանք շատ յուղոտ են, չորիսո, եսի չորիսոյի վերիկոյա, ես է սալամիա, չէ, ես է սալչիչոնա, շողով ճան, այսօր ես են ծանր արկղով եմ եկել, լավ, շատ լավ, այս էլ փոքրիկ բրոշուր էին դրել իրանց, այ այսպիսի բաներ, ժողովուրդ ջան, թե եմ ինձ դրել, ու դե հիմա ասեք, ոնց որոշեմ, թե որը բացեմ, թեիս հետ խմեմ, հա, հենց եսի երևի հրը բացեմ, շատ չճռացնեմ, մի անգամից կտրեմ, այ այսպիսի բաներ են, շատ լավն է, շատ համով է, ասել է շատ համով, սրանք էլ է շատ համով, փխրուն, ոնց որ փխրուն պեչենիներ սրանք լինեն, տարբեր համերով շոկոլադի, դարչինի համով, խոսքով, սա էլ կբացել տեսա, տեսնեմ որով եմ, թե ես վայելում, ժողովուրդ ջան, սա էլ այսպես, դե ինչ ես գնամ, իմ թեյը նստեմ, հանգստանամ, թեյս խմեմ,
ու հետո նորից կտեսնենք, թե եւ ոնց ենք միանում նորից հանդիպում։ Առայժմ սիրելիներս։ Ահա, ժողովուրդ ջան, ես էլ ասենց, մի քիչ ֆորմատից դուրս, բայց ոչինչ։ Ես իմ կարծում եմ ձեզ էլ կհետաքրքրեր, թե ինչ կա մեջը, դրա համար որոշեցի նկարեմ։ Կգրեք, իմանամ, հավանեցիք թե չէ մեր ինձ, որ նվիրել են այդ նվերը։ Հետաքրքիր է, ոչինչ, բոլորն էլ պետքական է, ուտվող է, մի խոսքով լավ է, շատ լավ է։ Դե ինչ ժողովուրդ ջան, սա էլ այսպես կհանդիպենք։ Գիտեք, մեր հանդիպման վայրը չի փոխվում, կհանդիպենք նույն տեղում։